Ձեռք բերեք իտալական նրբագեղ ու բարձրակարգ սալիկների նշված տեսականին, վճարելով բացառիկ 4400 դրամ 1 քառակուսի մետրի համար։ Ողջույն հարգարժան տիկնայք եւ պարոնայք, կխոսենք մի շարք իրադարձությունների մասին ըստ էության։ Ադրբեջանում տեղի ունեցավ եռակողմ գագաթնաժողով Թուրքիայի եւ Պակիստանի առաջնորդների հետ միասին։ Ալիևը խոսում էր այն մասին, որ դրանք իր եղբայրներն են եւ Ադրբեջանը միշտ կլինի իրենց կողքին, մինչդեռ կյանքը ցույց է տալիս, որ դա նրանք են միշտ Ադրբեջանի կողքին, առանց որոնց Ադրբեջանը եւ ոչինչ չէր կարող անել։ Այնուամենայնիվ, այդ գագաթնաժողովից տուն վերադառնալիս Էրդողանը խոսեց լրագրողների հետ եւ Զանգեզուրի անցում բառակապակցությունն օգտագործելով խոսեց այն մասին, որ խաղաղություն Հայաստանի հետ պետք է, մենք կամաց-կամաց գնում ենք այդ խաղաղությանը, որը բոլորիս օգուտ կլինի։ Եվ բացի դրանից էլ դա տնտեսական օգուտներ կբերի բոլորին։ Սա նաև այսպես մի փափուկ հորդոր է եւ ճնշում Ադրբեջանի վրա, որպեսզի ընդունի միակ ճիշտ որոշումը։ Մինչդեռ Ադրբեջանի կախվածություններն ուրիշ տեղից են։ Ադրբեջանը որքան էլ որ ասում է, որ ինքը իր այդ եղբայրների կողքին է, այդ եղբայրները առանց իրեն էլ իրենց հարցերը լուծում են, մինչդեռ հակառակն է Ադրբեջանի պարագայում։ Բայց Ադրբեջանը այնպես չէ, որ միայն նրանցից է կախված։ Ադրբեջանը շատ ավելի մեծ եւ վախենալու կախվածություն ունի։ Դա Ռուսաստանն է։ Ռուսաստանը ասաց «Նադը», Ադրբեջանն ասաց «Есть», երբ այն ֆաշիստ ստահակը ուսադիրներով ինչ որ լարվածության շարունակություն տեսավ Սյունիքի շուրջ, երբ լարվածություն չկար, Ադրբեջանը պատկերն ամբողջացրեց։ Մի մանր, ստոր, ճղճիմ մի պահվածքով, կրակոց մի գյուղական տան պատուհանի վրա, որից հետո էլ հայկական կողմի հորդորին, թե գնացեք հետաքննեք եւ հրապարակայնորեն տեղեկացրեք ինչ է տեղի ունեցել, ինչու է դա տեղի ունեցել, ասում են, որ նման բան չի եղել։ Տիպիկ ռուսական պահվածք, нас там нет։ Այս ամենը տեղի է ունենում ռուսական պատվերի կատարումը, նախ պատվերի ծագումնաբանությունն էլ բավականին ուշագրավ է։ Այսօր անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարություններից է պարզ դառնում, որ այդ հյուպատոսության գաղափարով ռուսներին ուղարկել են ռուսական նավի հետևից։ Մոտավորապես ասելիքը հետևյալն էր, այո, մենք խոստացել ենք, որ կքննարկենք, բայց չենք խոստացել, որ կբացենք։ Իսկ ի պատասխան այն հարցի, թե բա ֆրանսիացիների դեպքում իդեպ հունիսի 2-ին բացումն է տեղի ունենալու հյուպատոսության Գորիսուն, եղավ պատասխան, իսկ այնտեղ պայմանավորվել ենք, որ բացելու ենք։ Ինչ է սա նշանակում, մենք երեք խոսեցինք այդ մասին, որ այո, Հայաստանի շահերից չի բխում ռուսական հյուպատոսության բացում Սյունիքում։ Եվ այո, Հայաստանի շահերից բխում է ֆրանսիական հյուպատոսության բացում Գորիսում։ Ինչ կա այստեղ անհասկանալի։ Ինչ են իրենց դրել այն հայտնի ավանդական կենթանու տեղը եւ էսկալացիա են տեսնում եւ պատվիրակում էսկալացիայի բեմականացումն Ադրբեջանի։ Սա էսկալացիա էլ չէ, սա էսկալացիայի բեմականացում է, որովհետեւ ավել բանի նրանք ընդունակ չեն։ Բայց այստեղ մի ուշագրավ բան կա։ Ալիևի համար Ռուսաստանի հրապարակային պատվերը
չկատարելը շատ ավելի վախենալու է, քան Ամերիկայի նախագահի այդ շնորհավորական հորդորը չկատարելը։ Այդպիսին է դասավորությունը Ալիևի։ Սա ոչ թե Ադրբեջանի ազգային շահերի արտացոլումն է, այլ հենց Ալիևի, անձամբ իր եւ իր ընտանիքի։ Այս դասավորությունը փոխելու համար, որպեսզի ավելի վախենալու դառնա հակառակը, այդ դրա բանալին Հայաստանի ձեռքում է։ Պետք է անել երկու բան։ Ռուսական ներկայությունը եւ ռուսական ազդեցությունը Հայաստանի ներսում պետք է զրոյացվի, արևմուտքի հետ ինտեգրումը խորացվի։ Ադրբեջանին ուղղակի այլ տարբերակ չի մնա հաշվի նստել այդ իրողության հետ։ Մենք տեսնում ենք, որ նման զարգացման հետ Թուրքիան միանգամայն հաշտ է։ Իդեպ Եվրամիությունն էլ հրապարակել է անվտանգության մի նոր կոնցեպցիա, իր ռազմավարական պատկերացումը, որը գալիս է փակելու ռուսական այդ 3+3-ի գաղափարը, որը կարծեք թե որևէ արձագանք չգտավ Անկարայում, դե որ Անկարայում չգտավ, Բաքուն միայն ինքն իրենով 3+3 չի կարող անել, որովհետև Բաքուն միայնակ ոչ առաջին 3-ն է, ոչ երկրորդ 3-ը։ Եվրոպացիները առաջարկում են Թուրքիայի եւ Արևելյան գործընկերության անդամ 6 երկրներից 5-ի համատեղ մի ֆորմատով քննարկումների շարունակություն, ընդ որում խաղաղության եւ անվտանգության հարցերի շուրջ։ Այստեղ, ինչպես տեսնում եք, Ռուսաստան չկա, կա Ադրբեջան։ Ադրբեջանին սա նաև մի առաջարկ է, որից շատ թանկ է հրաժարվելը, քաղաքականապես թանկ է, եւ այդ գինը Ադրբեջանի գրպանով չէ։ Սրան միանում են նաև ամերիկյան ջանքերը, որի մասին Դոնալդ Թրամփը ուղիղ տեքստով հորդորում է շնորհավորելով Ալիևին։ Երևանում Ժան-Նոել Բարրոն Ֆրանսիայի դիրքորոշումն արտահայտելով հղում է անում նաև Մարկո Ռուբիոյին, իր համերաշխությունը հայտնելով նաև ամերիկյան մոտեցման հետ առայն, որ խաղաղությունը մեր տարածաշրջանում օր առաջ պետք է հաստատվի։ Ադրբեջանի համար դիմադրելը գնալով դժվարանալու է։ Ադրբեջանական այդ բոլոր ցանկությունները, որոնք դուրս են մնում պայմանագրի տեքստից, որն արդեն համաձայնեցված է, ըստ էության առ-ոչինչ են։ Այդ հիմարությունները, որով մերթընդմերթ դուրս տալով զբաղված է Ալիևը եւ իր մանկլավիկները, դրանք ըստ էության ներքին լսարանին կարող են տպավորել, բայց ոչ մեզ։ Չի լինելու այդ ամենը, լինելու է այն, ինչ այլևս համաձայնեցված է։ Մնացածն էլ արդեն հավելյալ ջանք, համբերություն եւ աշխատանք է պահանջում։ Լավ է լինելու։ Խաղաղություն եւ բարի նույն ձեզ։ Կհանդիպենք։